Տարիներ առաջ աղավնատուն տանող ճանապարհը վերջին ուղին եղավ երիտասարդ կնոջ համար։ Ճանապարհին կնոջ վարած ավտոմեքենայի ուղղությամբ կրակ բացվեց։ Ավելի ուշ ավտոճանապարհին ընկած հայտնաբերվեց կնոջ դի։ Քրեական գործով մեղադրանք առաջադրվեց կնոջ ընկերոջը, ում հետ կինը դեպքի օրը ժամադրված էր։ Դատարան գնացած այս աղմկահարույց գործը մինչ օրս չունի դատական վճիռ, իսկ մեղադրյալն արդեն 5 տարի շարունակում է գտնվել կալանքի տակ։ Ով է իրականում սպանել կնոջը, ինչ մանրամասներ են հայտնի դարձել քրեական գործով եւ ինչ բացահայտումներ է կատարել դեպքի վայրում հենց մեր նկարահանող խումբը։ Այս ամենի մասին հենց հերթական տեսաշարում։ Ուղիղ 5 տարի առաջ այստեղ հայտնաբերվեց Արաքսիա Հոչիկյանի ավտոմեքենան հրազենային վնասվածքով, իսկ հենց Արաքսիա Հոչիկյանը ավտոմեքենայի դիմաց ընկած հրազենային վիրավորումով։ 5 տարի կալանքի մեջ գտնվող մեղադրյալ առանց գետ 1 հիմնավոր ապացույցի, բայց միևնույն ժամանակ բազմաթիվ նույնաբովանդակ սցենարով կրակոցներ ավտոմեքենաներին թողնված առանց քննության, ինչ է կատարվել այստեղ աղավնատուն տանող ավտոճանապարհին։ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին Էջմիածնի աղավնատուն գյուղ տանող ճանապարհին 33-ամյա Արաքսիա Ղոջիկյանի ավտոմեքենայի ուղղությամբ հրազենի 2 կրակոց արձակվեց։ Կրակոցներից մեկը դիպավ ավտոմեքենայի աջակողմյան հատվածին, որտեղ էլ հենց գտնվում էր վարորդը։ Կինը դուրս եկավ ավտոմեքենայից եւ երկրորդ գնդակը ընդունեց արդեն իր իսկ մարմնի վրա։ Կեսգիշերն անց ավտոմեքենան վթարային լույսերը միացված ավտոճանապարհին էր, իսկ կինը ընկած ավտոմեքենայի դիմացի հատվածում։ Ճանապարհով անցնող 2 երիտասարդները տեսնելով կայանված ավտոմեքենան արգելակեցին ու կնոջը փորձեցին ուշքի բերել, կարծեցին, թե կինը ուշագնաց է եղել։ Հենց այդ ժամանակ ճանապարհի մյուս կողմից երիտասարդներին վազելով մոտեցավ Շահեն Վաղարշակյանը, ով ճանաչեց կնոջը եւ տեսնելով նրա վիճակը տեղափոխեց վերջինիս մոտակա բժշկական կենտրոն։ Դեկտեմբերի լույս 26-ի գիշերը իբրև սպանության մեջ կասկածվող Շահեն Վաղարշակյանը ձերբակալվեց։ Դեպքից անցել է ավելի քան 5 տարի, սակայն մինչ օրս դատական վերջնական ակտ գործով առկա չէ։ Շահեն Վաղարշակյանի մայրը մեծ զրույցում պատմեց իր որդու եւ սպանված կնոջ միջև եղած սիրային կապի մասին, ինչպես նաեւ դեպքի օրը տեղի ունեցած բոլոր մանրամասները։ Պարզվում է, որ Շահենը Արաքսիայի հետ տևական ժամանակ ընկերություն է արել, սակայն որոշ ժամանակ հետո զույգը բաժանվել է։ Բաժանման պատճառը ըստ Շահենի ընկերների եւ հարազատների եղել է կնոջ մեկ այլ տղամարդու հետ նորաստեղծ կապը։ Մոսկվայից իրար հետ ծանոթացել են, գնացել են, եկել են իմ տունը, իր մաման ա եկել, ծնունդ են եկել, իր Շահենից ծնունդին եկել են, գնացել են երեխեքը։ Ասենց գնալ գալ են եղել, հետո իրար հետ ավտո են առել իրար հետ, գնացել են, եկել են, հետո այս աղջիկը սիրածա ունեցել, Շահենից հետո սիրածա ունեցել, Շահենը իմացել է կռվել է։ Շահեն Վաղարշակյանը եւ Արաքսիա Ղոջիկյանը դեռևս Ռուսաստանում արտագնահաշտանքի ժամանակ շուրջ 5 տարի առաջ ծանոթացել են իրար հետ, ընկերացել են եւ ամուսնական կյանքով որպես մեկ ընտանիք ապրել են Ռուսաստանի Դաշնությունում։ 2019 թվականին իրենք տեղափոխվել են Հայաստան։ Շահեն Վաղարշակյանը ապրել է Աղավնատուն իրենց տանը, իսկ Արաքսիա Ղոջիկյանը իր մորական տանը նորմալ հարաբերությունների մեջ են գտնվել, սակայն Արաքսիա Ղոջիկյանը 2020 թվականի օգոստոս ամսից մեկ այլ տղամարդու հետ էր ծանոթացել եւ արդեն Շահեն Վաղարշակյանի հետ շփումը դադարեցրել էր։ Դրանից Շահեն Վաղարշակյանը նեղվել էր, իր սիրած աղջիկը որ իրան մերժել է եւ որոշակի անախորժություններ էր տեղ ունեցել։ Բայց դա օգոստոս ամիսը նշեմ, որ շուրջ 4-5 ամիս դեպքից առաջ է։ Շահենը ջղայնացել է իր մամայի վրան, այդ աղջիկը որ հա փախել է, Շահենը գնացել է, ասել է ինչի համար է էլի փախնում, ասա թողա իրար հետ խոսանք։ Զույգի բաժանմանը հաջորդեց 2020 թվականի պատերազմը, որի ժամանակ Արաքսիա Ղոջիկյանի նոր զուգընկերը զոհվեց։ Արաքսիա Ղոջիկյանի մյուս տղամարդուն իմ վստահորտը չի ճանաչել, մի անգամ է հանդիպում ունեցել իր հետ, դա եղել է դեպքից 6 ամիս առաջ։ Դե խոսակցություն ա եղել, դրանով ավարտվել է։ Այսինքն փաստացի իրար տեսել են, հանդիպել են։ Այո, իրար տեսել են, բայց այդ տղան զոհվել է Ղարաբաղյան այս պատերազմի 20 թվականի պատերազմի ընթացքում։ Այդ զոհվելուց հետո, որ իրանք արդեն նորից իրանք շփումները, ոնց որ ասած, վերականգնել են։ Սեպտեմբեր ամսից մինչև դեկտեմբերի 22-ը որևէ շփում չեն ունեցել Արաքսիա Ղոջիկյանը եւ
Շահին Վաղարշակյանը դա հիմնավորված է քրեական գործով, հերոսի վերծանումներով եւ այլն։ Ամսի 22-ին դեկտեմբերի իրենց կապը նորից վերսկսվել է։ Դեպքից հետո Շահենն ու Արաքսյան կրկին վերականգնեցին իրենց հարաբերությունները։ Ինչպես պատմում է ընկերը, Շահենը շատ ոգևորված էր այդ փաստից եւ ցանկանում էր հանդիպել ընկերոջը այդ առիթը նշելու համար։ Որպես ընկերական իրանց ամեն մի խոսակցությունից կուրս եմ ելի։ Ինքը գիտեմ, որ վիճել էր այդ աղջկա հետ, Արաքսիայի հետ։ Հետո այդ անցավ մի քանի օր զանգահարեց, ես ճիշտ ասած Երևանում աշխատում եմ։ Ասեց Սերոպ, ասեց լավ լուր ունեմ, ասել, ասեց Շահեն ինչ է ելը։ Ասեց Արաքսիայի հետ բարիշել եմ։ Ասե ավելի լավ, ասե երբ խմենք այդ առիթով, ասեց երբ կուզենալ։ Դա ասի թող մնա վաղը կակրած, ասի շուտ եմ գալու տուն։ Հաջորդ օրը գնացիմ գործի, զանգահարեց նորից, ասեցին Սերոպ, երկար կտեվի ձեր գործը, ասի չէ, ճիշտ ասած, ասի հետա դուրս եմ գալի։ Եկամ ճիշտ ասած մի քիչ էլ անպամած եղանակ էր, մինչև հասամ գյուղ, անձրև եկավ։ Մեքենան էլ ցածր էր։ Դե զանգեցի, ասի Շահեն ջան, կլինի դու առաջանց, ասի այդ մեքենայով չեմ կարող գամ ձեր մոտ, էլ ինքն է ֆերմայում էր մնում։ Ասա այստեղ համ կզրուցենք, համ էլ մի բաժակ բան կհյուրասիրեմ, կգնանք։ Ասես լավ, հետա ես մի քիչ հետո կմոտիկանամ։ Այդքան բան, հետո ես լսեցի, այսինքն լսելով չէր, գիշերվա ժամը 2-ն էր, անց էր։ Եկան ինձ բերման ենթարկին, տարան բաժին նորանդե ես իմացա, որ էցև դեպքա պատահ է, բայց էլ իմ հավատը չի գալի, որ Շահենը առած կլինի։ Արաքսիայի հանդիպելու պահով ճիշտ ասած ինձ ասել էր, որ պետք է հանդիպեմ, բայց կոնկրետ այդ օրը որ պետք է հանդիպեր, ես չէի, ինքը գալիս էր Մերյանը, որ մենք իր հետ խոսեինք։ Ինքը սիրում էր իրան, մինչև այդ, եթե ինքը այդ քայլին եի մտածելով անելու էր կուզենա վատություն կամ սպաներ կամ որ մի բան, ինքը պետք է շուտ աներ, ոչ թե բարիշեր, ինքը ասում է այդ օրը որ զանգեց ինձ շատ ուրախ էր։ Ես էլ զարմացա, ասի Շահեն ավելի լավ ասե, որ բարիշել եք էլ իր հետ։ Դեպքի օրը 2020 թվականի դեկտեմբերի 25-ին Շահենն ու Արաքսյան պայմանավորվում են հանդիպել իրենց մշտական վայրում։ Սակայն այս անգամ զույգերի հանդիպումը տեղի չի ունենում։ Այդ աղջկա հետ արդեն ծանոթացել են, մի օր եկել այստեղ խոսացել են իրանք, մենք ֆերմա ունեինք դաշտը, իրենքը նետում էր դաշտը գալիս էր։ Հա, այդ մի օր եկել է, գնացել է, հաջորդ օրն էլ պետքա գային, իրար հետ ժամադրվել են, զանգել են, խոսացել են։ Այս աղջկա եկել է, հասել է Ֆրանկանոցի այս դաշտերը, արդեն անհասանել է եղել, իմ տղեն էլ կանալի վրա է եղել։ Քրեական գործով հիմնավորվել է, որ Շահեն Վաղարշակյանը մշտապես գտնվել է իր նշված գոմում, իր մոտ նաև այցելել է Սրապ Փանոսյանը իր ընկերը, շուրջ 1 ժամ կոֆե են խմել, զրուցել են, Շահեն Վաղարշակյանը սպասել է իր ընկերուհուն Արաքսիա Ղոչիկյանին։ Զանգերով վերծանումներով հիմնավորվել է, որ ժամը 20:36 վերջի զանգն ա եղել Արաքսիա Ղոչիկյանի հեռախոսահամարից Շահեն Վաղարշակյանին, որ ես արդեն հասնում եմ, դու որտեղ ես, Շահեն Վաղարշակյանն ասել է, ես արդեն Ասոսնի մոտ եմ, քեզ եմ սպասում։ Այդ ընթացքում Սրապ Փանոսյանը իր մեքենայով բերել է այդ Ասոսնի խաչմերուկում, իջացրել է Շահեն Վաղարշակյանին։ Զանգելը անհասանել է եղել, ասել է ինչ է լավ իրան, որ ասենք անհասանել է, ասեց հեսա հասնում եմ, այս կրուկը էլի շոշը, արդեն թեքվում եմ, այդ թեքվելուց արդեն իրան խփել են այս աղջկան։ Իմ տղեն էլ այդ կանալի վրան ա եղել։ Հա, հետո մի հատ ձեն ա լսել իմ երեխեն, ձենը լսել է, առաջացել է։ Ստեղից էլ կլինի մի 150 մետր իրանից։ Ըստ փաստաբանի Շահենը լսել է Արաքսիայի ճիչը եւ շտապել ավտոճանապարհի այն հատված, որտեղ կայանված է եղել ավտոմեքենան։ Հասնելով դեպքի վայր տեսել է ընկած Արաքսիային եւ երիտասարդներին։ Մտածելով, որ կինը իրեն պարզապես վատ է զգացել եւ ուշագնաց եղել, ներկաները փորձել են ամեն կերպ ուշքի բերել վերջինիս, քանի որ ձմռան այդ ուշ գիշերային ժամին վիրավոր կնոջ վրա արյան հետքեր տեսանելի չեն եղել։ Ինքը Շահեն գորոցն ա լսել։ Որ Շահեն, ասում եմ լսեցի Շահեն, կրակոցի ձայն չի լսել։ Ինչը տարօրինակ է թվում վարույթ իրականացնող մարմինը, բայց հիմա որ մարդը չի լսել, խոչի ասելու որ լսել եմ։ Գլուխը թեքել է դեպի այդ ուղությամբ, որտեղից Լեռնամերձից մեքենաներ պետք է գան, տեսել է որ լույս էր վառված մեքենայի։ Ու վազելով գնացել է անթառաջ, դա շուրջ 200 մետր հեռավորության վրա է։ Վազելով որ եկել է մեքենային անթառաջ, տեսել է որ մի հատ էլ մեքենա կա կանգնած։ Ջորի տեսակի 2101 տեսակի ավտոմեքենա եւ 3 տղամարդ։ Ասել նախբեր, ինչ ա եղել վաղբեր, չգիտենք, դեկտեմբերի 25-ին ժամի 8:30, դե այն ժամանակ շատ մութ է։
Հա, այդպես խոսացել են, բան ինչ ա եղել, բայց չգիտենք։ Երեսների խփել են, ձուն են քսել երեսներին, բան իմ տղեն տեսել է ավտոյի, ասել է, տենամ ավտոյի մեջը ջուր կա, հələ լսեն, կարող ուշը գնացել է։ Բայց իրանք չգիտեն որ խփած է։ Ինքը մոտեցել է, ասել է ճանաչում եմ այդ աղջկան, իմ ընկերուհինն է, ստուգել է զարկերակմանը, կենթանի է եղել։ Որովհետեւ վնասված չի եղել տեսանելի, որ հրազենային վնասված կա։ Օգնել են ձյուն են շփել, հեռախոսն են գտել, աղջկա վերցրել են, ասել է ես իրան կտանեմ հիվանդանոց։ Այդ տղաներից Արաբ Օթմանյանն եւ Ռուբեն Մկրտչյանը արձակնվել են նույնատիպ նույնաբովանդակ ցուցմունքներ են տալի, որ այո, մենք եկանք մեքենան վարելով գալիս ենք, տեսանք, որ Նիսսան ավտոմեքենա է կանգնած, վթարային լույսերը վառվում են, եկանք դանդաղ անցնում ենք, տեսանք աղջիկը հանգած, ասում է, եթե մի քիչ արագ գային, կարող է իր վրով անցնեինք ավտոմեքենայի դեմը։ Կանգնել ենք, իջել ենք, օգնություն եք ստվել եւ ներքևից Շահեն Վաղարշակյանն ա եկել։ Շահենը կնոջը տեղափոխեց բժշկական կենտրոն, որտեղ էլ իրեն տեղեկացրին, թե կինը հրազենային վիրավորում ունի։ Արաբ Օթմանյանն ասել է, եկեք զանգենք շտապ օգնություն։ Ըստ իր ցուցմունքների Շահենը ասել է, չէ, շտապ օգնություն չզանգենք, ես իրան շուտ կտեղափոխեմ հիվանդանոց։ Օգնենք բարձրացնեմ, ինքն էլ օգնել է բարձրացրել է աղջկան տեղավորել են հետևի նստարանին եւ արագ անմիջապես մեկնել է դեպի հիվանդանոց։ Ինքը իր մատը հիմա մի հատ ծաղկի, իր ուշը կեթա, ինքը Արունից վախենում է, ինքը չի տեսել Արունը։ Հետո որ ինքն էլ իր չոքին դրել է, ինքը շատ չաղ աղջիկ էր, դրել էր իր չոքի վրան Արուն էր եղել։ Արդեն էդի միլիցայությունն է տեսել, որ չոքի վրան այնտեղից ինձանից շորեր ուզին, ես է շորերն ուղարկել եմ, տեսել եմ, որ վրան Արուն կա։ Ինքը չի մացել, որ իրան խփել են։ Այս տղեկին էլ տարան խոսալ տվեցին, բան, որ մենք, հա, վկա, էլի, մենք այստեղ ենք եղել, բան, այդ էս։ Ճանապարհին արդեն Արաքսա Ղոչկյանի հեռախոսահամարից Շահեն Վաղարշակյանը զանգել է իրանց ընդհանուր ծանոթին, Աշխեն Տեր-Ղազարյանին, որը աշխատում, որը Արաքսա Ղոչկյանի ընկերուհին է, աշխատում է դեղատանը։ Շահեն Վաղարշակյանը ասում է, ես իրան համարը գտա, զանգեցի, որպեսզի ավելի շուտ կլինի, ես հասնեմ դեղատուն, ինքը չգիտեր, որ կրակված սպանված է մարդը։ Մտածել է, որ վատ ազգացել իրան ինչ-որ մի բան է տեղ ունեցել, որ բժշկական օգնություն ցույց տան։ Իսկ Աշխեն Տեր-Ղազարյանը նշել է, որ այո, Շահեն Վաղարշակյանը Արաքսա Ղոչկյանի հեռախոսահամարից զանգ արեց ինձի, ասեց, որ Արաքսյան վատ է, իրան լավ չի զգում, բերեմ ձեր մոտ։ Ես էլ ասացի, որ դեղատանը չեմ, տունն եմ, ավելի լավ է տար հիվանդանոց։ Միանգամից Շահեն Վաղարշակյանը տեղափոխել է հիվանդանոց, օգնել է պատգարակը, բարձրացրել են, տարել են օգնություն ցույց տալու, սակայն արձանագրվել է, որ Արաքսա Ղոչկյանը արդեն մահացել է։ Դեպքի օրը Շահեն Վաղարշակյանին դեպքի վայր էր տարել ընկերը։ Նրա պնդմամբ Շահենի մոտ հրազեն չի եղել, ոչ այդ, ոչ էլ նախորդող օրերին։ Ինքը զենք ոչ ունեցել է, ոչ կրել է, հələ դաժե ինքը Արունից էլ էր վախենում, որ Արուն էր տենում, վախենում էր։ Գնացինք իրար հետ կոֆե ենք խմում, այդ ընթացքում Սերոփի հետ էր խոսում, տիշներ Սերոփին տենա, կոֆե խմանք բրցանք, ասես ախպեր, ինձ իջցնես ներքև, ասի հա, բերել եմ իջցրել եմ ստե։ Որտեղից է գոմերը այն կողմ։ Հա, գոմերը այն կողմն, այն կողմից ես իմ ավտո բերել եմ իրան, իջցրել եմ ստե։ Հետո էլի ինքը հեռախոսով խոսում էր։ Ինքը շոշը անցավ այնա, ես էլ իջել եմ ներքև։ Իջե գնացել եմ տուն։ Ում հետ է խոսում ընկերոջ։ Չէ, այդ բանը ոնց որ այդ աղջկա հետ էր խոսում, չէ, ընկերոջ հետ գոմերն էր խոսում։ Պայմանավորվել էր, որ տեսնի, դուք գիտեք, որ Չէ, դա չգիտեի, որ աղջկա հետ հանդիպի, բայց գիտեի, որ ընկերություն են անում իրար հետ։ Քննություն, որի ժամանակ չհայտնաբերվեց ոչ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, ոչ էլ հիմնավոր ապացույց, ինչը կվկայեր Շահեն Վաղարշակյանի մեղավորության մասին։ Գործի նյութերում դրվել է մեկ հեռախոսային խոսակցություն, որտեղ Շահեն Վաղարշակյանը վիճել է Արաքսա Ղոչկյանի հետ իր նոր սիրեցյալի վերաբերյալ եւ գրել, որ կսպանի Արաքսային։ Հենց այս տողերն են, որոնք վարույթն իրականացնող մարմինը կցել է գործի նյութերին իբրև ի հավաստում նրա, որ Շահեն Վաղարշակյանը կարող էր կատարած լինել ենթադրյալ հանցանքը։ Գնացել է Շահենս իրանց մամայի մոտն, այս աղջիկը փախել է գնացել է Արաքսան։ Շահենս ասել է, որ բռնել եմ կսպանեմ։ Էս մի բերանը։ Բայց ո՞ին տղան չի սպանել իրանը։ Մի շարք վկաներ, որոնք խոսել են դեպքի օրը Շահենի հետ, ավելին եղել են Շահենի կողքին, բոլորը հարցաքննվել են, տվել հավաստի ցուցմունքներ, նկարագրել դեպքը, սակայն դրանք որևէ հիմք չեն հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի համար, գործի ընթացքն ու զարգացումը այլ կերպ փոխելու համար։ Ունենք մենք երկու կարևոր ականատես վկա,
Ռուբիկ Մկրտչյան եւ Արաբոտ Թումանյան, որոնք հենց անմիջապես դեպքից հետո ժամանել են դեպքի վայր։ Դեպքի վայրում ոչ մեկ չի եղել մեքենան կանգնած, դուժողը գետնին ընկած։ Իրանք տեսել են, զարմացել են, եկել են օգնություն են ցույց տվել։ Այդ ընթացքում Շահին Վաղարշակյանն է ներքևից մոտեցել իրանց արդեն։ Իրանք օգնություն ցույց տալուց։ Այդ ժամերը եւ րոպեները շատ կարեւոր են ապացույցները գնահատելու համար։ 20:36, ինչպես նշեցի, Շահին Վաղարշակյանը եւ Արաքսա Ղոչիկյանը վերջի զանգից հետո օգնությունը ցույց տալուց եւ Աշխեն Տեր-Ղազարյանի զանգելուց անցել է 8 րոպե։ Պատկերացնում եք, այդ զանգեց, ասաց ես գալիս եմ, արդեն իրանք օգնեցին, ժամանակա չէ ասում այդ։ Վկաները ասում են դա տևել է 3-ից 5 րոպե։ Մենք օգնություն ենք ցույց տվել, տեղափոխել ենք ավտոմեքենա, Շահին Վաղարշակյանը տարել է հիվանդանոց։ Ես այդտեղ նստած էի, ինձ զանգարեցին Արաբոն, կողքի յուղից, Ֆրանկանոց, Ամբերտ յուղից։ Զանգարեցին, ասին այստեղ մատյանն է կանգնած, ավարիոնները միացրած։ Իջանք, որ օգնություն ցույց տային, տնայինք ինչ ա եղել։ Ներքևից մեր Շահին անունով տղա եկավ։ Ու ասեց ծանոթ է, վեկալեցին, դրեցինք ավտոն ու ինքը գնացել է հիվանդանոց տարավ։ Ով էր, ասի հորքուրից տղեն է Շահինը։ Իրանց ասելուց հետո զանգել եմ Շահինին, ասաց Արաքսային տանում եմ հիվանդանոց, չգիտեմ ինչ ա եղել։ Սիրում էին իրար հետ արդեն դզվել էր իրաց հարաբերությունները, նորմալ էր։ Ոչ մեկն չի իմացել, որ կարակա։ Դաժե հիվանդանոցն չեն իմացել, որ կարակած ա եղել այդ աղջկա վրա։ Մահացել է, նոր իմացել են, որ ներքին անունավորությունով մահացել է։ Վերջի զանգից իրա 20:36-ից մինչև 20:53, 15 րոպե հետո Շահին Վաղարշակյանը հասցրել է հիվանդանոց։ Իսկ բարոյթ իրականացնող մարմինը ինչ ասում, ասում է դա սաղ սուտ է, Արաբոտ Թումանյանը սուտ ասում, Ռուբիկ Մկրտչյանը սուտ ասում, այդ կամերաները դա տեղի ունեցել 40 րոպե, չգիտեմ ինչ, սենց անհեթեթ պատճառաբանություններ են բերում։ Հարազատների եւ փաստաբանների խոսքերը ստիպեցին մեզ շտապել դեպքի վայր, որտեղ էլ հենց տեղի էր ունեցել կնոջ դաժան սպանությունը։ Պատկերացում կազմելու համար, թե ինչ հեռավորության վրա է տեղի ունեցել դեպքը։ Աղավնատան գյուղի Նասոսնի կոչվող հատվածնա, Խաչմերուկնա, Շահին Վաղարշակյանի գոմերը են կոմն են։ Ինքը որ եկել է Սրափանոսյանը իրան ավտոմեքենայով իջացրել է Խաչմերուկում, Շահին Վաղարշակյանը եկել է այստեղ կանգնել է, սպասել է իրանց Արաքսա Ղոչիկյանի հետ մշտական հանդիպման վայր է եղել։ Շահին Վաղարշակյանը գտնվել է այս հատվածում, այն ժամանակ Նասոսնին չի աշխատել։ Ձմեռ ա եղել եւ մութ ա եղել։ Երբ որ ինքը ձենը լսել է Շահեն, թեքվել է Շահին Վաղարշակյանը, տեսել է, որ ավտոմեքենայի լույսեր է վառվում եւ այստեղից ոտքով արագ քայլերով վազելով հասել է դեպքի վայր։ Գործի նյութերում իբրև ապացույց են դրվել նաև արգասիքի հետքերը, որոնք հայտնաբերվել են Շահեն Վաղարշակյանի մարմնի վրայից։ Սակայն ինչպես պնդում է փաստաբանը, դրանք եղել են կետային եւ կարող էին փոխանցվել Արաքսա Ղոչիկյանի գրկելու արդյունքում։ Քննությամբ հիմնավորվել է, որ արդեն այս դեպքից 5 օր առաջ իրանք լավ հարաբերությունների մեջ են գտնվել, ակտիվ իրար հետ հանդիպել են։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված միակ ապացույցը, որը վկայում է, որ Շահին Վաղարշակյանը ինչ-որ կրակոցի հետ կապ ունի, դա այն արգասիքներն են, որը դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել է։ Ինչպես գիտեք, ցանկացած հրազենից, երբ որ կրակոց է արձակվում, ինքը արգասիքներ է թողում պղինձի, անտիմոնի, այլ քիմիական տարրերի։ Շահին Վաղարշակյանի ձեռքերին որոշ մատներին եւ հագուստի եւ թշի մի հատվածում կետեր է հայտնաբերվել։ Նայեք, դա շատ կարևոր հանգամանք է, այսինքն եզակի կետեր են հայտնաբերվել, ավելի շատ պղնձի, 1-2 վայրում անտիմոնի։ Ասլա հնարավոր է, որ ես դիպած լինեմ այդ վնասվածքներին, քանի որ մենք ունենք ինչ Արաքսա Ղոչիկյանի վրա հրազենային մոտիկ, ես նշեցի միջև 1 մետր հեռավորությունից կրակոց եւ ավտոմեքենայի վրա էլ ունենք վնասվածքներ, որոնց Շահին Վաղարշակյանը բնականաբար դիպել է այդ հատվածներին։ Այդ փորձագետների հարցը բարձրացրել են վարույթ իրականացնող մարմնին, դատախազին բազմաթիվ բողոքներ են ներկայացրել, որ այդ փորձաքննությամբ կարևորագույն ապացույցը դուք դրել եք միակ ապացույցը, որ Շահին Վաղարշակյանը առնչություն ունի հիմնավոր կասկած կա այդ դեպքին, դատաքիմիական փորձաքննությունն է, չէ՞։ Դուք այդ նույն փորձաքննությունը նշանակեք եւ այդ հարցը տվեք փորձագետին։ Հնարավոր է քիմիական տարը փոխանցվի իրան դիպելուց, անձին տեղափոխվի։ Պարզ է բոլորին եւ պարզ է հասկանալի, որ ինքնաձիգից 2 անգամ է կրակոց տեղի ունեցել։ Ինքնաձիգից երբ որ կրակոց են արձակում, իր արգասիքները պետք է շատ լինեն դեմքին, ձեռքերի հատվածներում, պետք է շատ տարածված լինի։ Չի կարա ինքնաձիգը պատկերացնում ենք 2 հատ կրակոց լինի եւ մի հատ կետեր մի քանի հատ լինի։
Փորձագետները նախաքննության ընթացքում այդ հարցին չեն պատասխանել։ Մոր պնդմամբ որդուն ձերբակալելուց հետո ծեծի են ենթարկել։ 3 օր միլիցայցուն իրան ծեծել են։ Այդ որ բռնել էին, 3 օր ծեծել են։ Վիզար որ դու ես, ինքն ասա ես չեմ, ոս վիզարն եմ, որ ես եմ։ Հետո էլ որ բերել են գյուղը, այդ բանին նայելու, ասում Պատրոնը վեկալել են, ասում վեկալ ձեռդ քեզ նկարենք, ասում որ ես չեմ, ո՞ս նկարեք ինձ, խի ես չեմ ասել, ասում չէ, պետքա վեկալես, ինքը չի վեկալել, ես դատավորին ասում եմ, բա այդ 5 տարվա մեջ դուք չկարաք այդ մարդին գտնեք էլի, այդ ոնց ուրիշ մարդիկ խփում են, ռոպեական բռնում են, այդ ոնց էլա, որ այսքան տարվա մեջ է ոչ մի բան, իմ երեխան անմեղ է, ինչի համար ուրիշի տեղ այդ 5 տարի մնա։ Աղավնատուն գյուղի հենց նույն ավտոճանապարհին, որտեղ տեղի էր ունեցել ողբերգական սպանությունը, նախորդող, ինչպես նաև հենց այդ օրը կրկին հնչել են կրակոցներ ավտոմեքենաների ուղղությամբ։ Դրա մասին մեզ պատմեցին գյուղի բնակիչները։ Իրենց խոսքով բոլոր գործերը անհասկանալի պատճառներով գնահատվում են իբրև գույքի վնասում, հաշվի չառնելով, որ կրակոցները արձակվել են ավտոմեքենաների վարման ընթացքում վարորդների ուղղությամբ։ Ասացին որ դողսեցի ա եղել, իած ավտոյի վրա կրակոց ա եղել։ Մեր գյուղից մի քանի օր առաջ մեր գյուղացու ավտոյի վրա են կրակել, արտավազի ավտոյի վրա են կրակել 2 հատ, մի հատ ավտոյի բագաժնիկին էին խփել, մի հատ ակին էին խփել։ Օրինակ մի անցած տարի է եկել այդ կրակոցը տեղից։ Տեղել է կրակոցը, գյուղը ելել է, մեկի ավտոյի վրա են կրակել, բան։ Լսել եմ, այդ հատվածում լսել եմ, ճիշտ ասած ես պատերազմի եմ մասնակցել, ստե չեմ հելել, չեմ անում, ինչ-որ մինչև իմ գալը պատերազմ ասում եմ, շատ է կրակոցներ էլ է։ Ամեն դեպքում լսվում է կրակոցներ, կոնկրետ չենք իմանում, որտեղ ինչ է գիշերվա ու ժամին դաշտից գալիս ենք հոգնած։ Մոտավոր որ ժամերին է լինում։ Ուշոտ, ժամը ձև 11-ից ենք ում։ Ամառը, բայց ձմեռը կարող է ժամը 8-ից, մութը երբ մնում է այդ վաղտերը։ Բոլորն էլ գիտեն, որ Շահին Վաղարշակյանը մարդասպանը չի, այլ մարդասպանը ինչ-որ մի անձնավորություն է, որին չեն կարող գտնել։ Մարդիկ անհանգստանում են, մարդիկ վախենում են գիշերները այդ հատվածով գնալ։ Նույն AK-74 տեսակի ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերվել մեքենաներից եւ հետքերը փորձագետները տվել են այդ սույն վարույթի նախաքննության ընթացքում, որ կրակոցները 2 հատ կրակոց է, մարդիկ ընտանիքով ավտոմեքենայով գնում են 2 հատ կրակոց է եղել։ Վնասվել է մեքենան։ Այն մյուսը մարդը գնում է իր հենց դիմար կրակոցա տեղի ունեցել, ելի գրված է, որ AK-74 տեսակի ինքնաձիգից է կրակված։ Նույն տարածքում մեկը դեպքից կես ժամ առաջ վկաները կան, գործի մեջ կան այդ ապացույցները, ցուցմունքները։ Դուժող պետք է ճանաչվեն այդ անձինք, սակայն վարույթ իրականացնող մարմինը ինչ անում, ասում է, չէ, դա սպանություն չի, դա գույքի դիտավորյալ ոչնչացում է, վնասում է։ Այսինքն մեքենայի վրա կրակում են մեջը մարդիկ են, ասում են, հետո անհայտեցություն է, էլի։ Փաստաբանը ենթադրում է, որ դեպքի օրը կինը լսելով կրակոցը արգելակել է ավտոմեքենան եւ միացնելով վթարայինները դուրս է եկել ավտոմեքենայից։ Հավանաբար տեսնելով կրակոց արձակող անձին, կինը փորձել է թաքնվել ավտոմեքենայի հետևում եւ գնացել դեպի ավտոմեքենայի առջևի հատված, ինչի ընթացքում էլ հանցագործը հասցրել է մահացու գնդակը արձակել։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ մեքենան ուղղված է դեպի առջևի մասը Աղավնատուն գյուղ, կրակոցը եղել է աջ կողմից, ինքը աջ ղեկ է մեքենան, որ վարել է Արաքսա Ղոչիկյանը, աջ կողմից վերևից է կրակոցի ուղղությունը, կպել է հետևի դռան, 2 հատ կրակոց է տեղի ունեցել, մեկը կպել է դռան հետևի վարորդի կողմից նստած դռանը եւ մտել այն մյուս դռան մեջ գնդակը մնացել է, ըստ էության ապացույցները վերլուծելով հասկանում ենք, որ կրակոցի ձայնից այդ լսելով Արաքսա Ղոչիկյանը ավտոմեքենան կանգնացրել է, վթարային լույսերը միացրել է եւ դուրս է եկել ավտոմեքենայից։ Արդեն դուրս գալով հանցագործին տեսել է ինքը իմ պատկերացումով եւ դա հիմնավորում է քրեական գործով, հանցագործին տեսնելով փորձել է փախնի, խուսափի իրանից, գնացել է դեպի մեքենայի առջևի հատվածը։ Հանցագործը հետապնդել է իրան 1 մետր հեռավորությունից կրակել է Արաքսա Ղոչիկյանի ուղղությամբ հետևից ու սպանել է իրան։ Այսինքն Շահին Վաղարշակյանը 8 րոպեում պետք է 200 մետրանոց գա իրան իջացնեն, չէ, առանց ինքնաձիգ ինքը գալիս է հատե, ինչ գնալու է Բարսելոնա կհասցնի Բարսելոնա գյուղի վերևի հատվածը, որտեղից որ ավտոմեքենան պիտի գա, ինքնաձիգը ինչ-որ մի տեղից վերցնի, կրակոցն արձակի, տանի ինքնաձիգը պայի, բոլոր այդ վայրերը սա շներով, չգիտեմ,
ոստիկաններով, գյուղացիներով ման են եկել, ոչ մի զենք չեն գտել, չէ՞։ Վաղարշակյանը չէր կարող այդ սպանությունը իրականացնել։ Հաշվի առնելով ներկայացվող մանրամասներն ու տեղեկատվությունը մենք կապ հաստատեցինք սպանված 33-ամյա կնոջ մոր հետ։ Մեր զրույցի ընթացքում մայրը հուզվեց, խնդրեց հարցեր շատ չուղղել։ Ցավը, որի հետ ապրում է ինքը, որևէ մեկը չի հասկանա։ Իսկ երկարատև դատական process-ները օր-օրի ավելի են բարդեցնում մոր հոգեվիճակը։ Նորը դատարանում էլ ասեցի, որ ասի ես մայր եմ, ես գալիս եմ 5 տարի, ասի դադը չեք վերջացնեմ, ամեն անգամ կարծեմ լսում եմ դադին այդքան բանը լսում եմ, նույն բաները լսում եմ, ես էլ 2 հատ ծանր վիրահատություն եմ տարի, վատ եմ, վատ առողջ եմ, ես հիմա այս պահին շատ վատ եմ արդեն, չեք պատկերացնում, որովհետև ես դադից 2 շաբաթ առաջ, 2 շաբաթ հետո ինքան վատ եմ տանում, ինքան վատ եմ ելնում, դուք չեք պատկերացնում իմ վիճակը, ես մայր եմ, ճիշտ հասկացեք բալես։ Որքանով է հնարավոր, որ հանցանք կատարած անձը մինչ օրս գտնվում է ազատության մեջ, իսկ անձնով իրականում փորձել է փրկել կնոջ կյանքը 5 տարի արդեն առանց դատավճռի կալանավորված է եւ գտնվում է անազատության մեջ։ Դատական գործընթացներ, որոնք տարիների պատմություն ունեն։ Առաջիկայում նախատեսված է դատական նոր նիստ։ Ինչ տեղի կունենա այս նիստի ժամանակ եւ արդյոք դատավորը այսքան տարի անց վերջապես կկայացնի արդար դատավճիռ։ Այս եւ շատ այլ հարցեր, որոնք մնացել են դեռևս 5 տարի առաջ քննվող քրեական վարույթի առանցքում, կիմանանք հետևելով միայն այս պատմության հետագա զարգացումներին ու դատավարությանը։